Արցախի հայաթափումը եւ ադրբեջանցիների ռուս խաղաղապահներին Արցախից դուրս հանելը ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջև լարվածություն ստեղծելու պարարտ հող դարձավ։ Ընդհանրապես ըստ փորձագետների Ադրբեջանը Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ցանկություն չունի։ Այս կարծիքն են կիսում նաեւ ռուս վերլուծական ու քաղաքագիտական համայնքի ներկայացուցիչները։ Այդ կոնֆլիկտային իրավիճակը Ռուսաստանի հետ Ադրբեջանին անհրաժեշտ է, դրանից այդ երկիրը անուղղակի օգուտներ է ստանում։ Այդ կերպ Ադրբեջանը կարողանում է նաև իր իմիջը բարձրացնել արևմուտքի աչքին, ինչը շատ օգտակար է այդ երկրի համար։ Այո, այդ լարվածությունն առաջացավ հատկապես ռուս խաղաղապահների Ադրբեջանի պահանջով Արցախից դուրս բերելուց հետո։ Ռուսաստանին դուր չեկավ ադրբեջանցիների գործողությունները, որոնք ուղղված էին ռուս խաղաղապահների դեմ։ Եվ որքան շատ է Ադրբեջանը քննադատում Ռուսաստանին, այնքան ավելի շատ բոնուսներ է ստանում։ Ռուսաստանը հասկանում է, որ ինքը Ադրբեջանի վրա այլևս որպես այդպիսին ազդելու հնարավորություն չունի։ Քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտված չէ, Ռուսաստանն իր դիրքերը չի կարող ամրապնդել Հարավային Կովկասում։ Որտեղ ամրապնդել որոշ դեպքերով նշանակում է զինուժի կիրառում։ Ռուսաստանը ավելցուկ զինուժ չունի։ Բոլորը Ուկրաինայում են։ Քանի այդ հակամարտությունը չի ավարտվել, Ռուսաստանը չի կարող ակտիվ քաղաքականություն վարել այլ տարածաշրջաններում։ Ադրբեջանից այս անգամ Բայրամովի մակարդակով կոշտ մեսիջներ ուղղվեցին Ռուսաստանի հասցեին, Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ։ Ադրբեջանական կոշտ հայտարարություններին Մարիա Զախարովան արձագանքեց։ Ռուսական կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ, հետևողականորեն աշխատում ենք ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։ Իհարկե, ինքնաթիռի հետ կապված միջադեպը դա առիթ է, իբր թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատացման համար, դա պատճառ չէ։ Պատճառը այն է, որ Ադրբեջանը արդեն ամբողջովին գտնվում է արևմուտքի վերահսկողության ներքո, ինչպես Հայաստանը։ Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների կողմից ադրբեջանցի ակտիվիստներին ծեծ ու ջարդի ենթարկելը ըստ հայ փորձագետների բեմականացված պլանավորված քայլ էր, հենց Ալիևի վարչակազմի կողմից։ Ադրբեջանական հետախուզական ծառայությունները հայտարարեցին, թե ադրբեջանցի ակտիվիստներն ուղղորդված էին Ռուսաստանի կողմից եւ իբրև թե ռուսական գործակալական ցանցի անդամներ են։ Այս ամեն ինչը թատրոններ է, այդտեղ որևէ կասկած չունենաք, այդտեղ հետախուզության կողմից այդ անձերի բացահայտումներ ամբողջը բեմականացված է։ Ես վստահ եմ նույնիսկ, որ այդ անձանց նախապես ընտրել էին, նրանց գործողությունը այսպես ասած նախապես պլանավորել էին, ավելին դրանց անձնական տվյալները միջև այդ արդեն իրենց մոտ կար։ Ըստ քաղաքագետների, եթե Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև լարվածություն լինի, այդ երկու երկրները ի վերջո գալիս են համաձայնության եւ շատ հաճախ այդ հարաբերությունների կարգավորումը ի վնաս Հայաստանի է լինում։ Ռուս փորձագիտական համայնքը սակայն համաձայն չէ այդ մտքի հետ։ Հայաստանը մշակել է իր սեփական ռազմավարությունը եւ հեռանում է Մոսկվայից։ Ինչ բոնուս կարող է տալ Մոսկվան Ադրբեջանին Հայաստանի հաշվին։ Մենք հակառակ օրինակներն ունենք, որ օրինակ Մոսկվան ցորեն է մատակարարում Հայաստանին Ադրբեջանի տարածքով։ Սա դրական քայլ է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա կառուցում են սեփական հարաբերությունները։ Այնուամենայնիվ, պատմության փորձն են մեջբերում հայ քաղաքագետները։ Այն փուլից, երբ ձևավորվեց Ադրբեջան պետությունը, բոլոր որոշումները նաև սովետական տարիներին եւ հետո կայացվել են հօգուտ Ադրբեջանի, ռուսական որոշակի ազգային շահերի սպասարկման համար։ Հայաստանի հաշվին ըստ քաղաքագետի լավություն են անում ուրիշին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։